Ողջույն սիրելի հայրենակիցներ, երեկվանից ամբողջ երկիրը քննարկվում է ինչ-որ հեղափշրջման պլան, որը որ թրոլինգի ենթարկվեց, ձեռ առանք, մեջը սխալներ գտանք, որ եթե գրողը ընդդիմությունն է, ոնց է գրել օլիգարխներ կամ ապա տեղեկատվություն տարածել, ինչ ասես գտանք երեք դրա մեջ, բայց այսօր առավոտվանից սկսվեցին խուզարկություններ, մեզ ցույց են տալիս զենքեր, մեզ ներկայացնում են ձայնագրություններ, Բագրատ Սրբազանի ձայնն է իբր, ինչ-որ մարդիկ են խոսում, ինչ-որ մարդիկ գյուլելու մասին է, պատի տակ, չգիտեմ որտեղ, հետո կոմպենսացիա տալու, հետո չգիտեմ ինչերի մասին, նմանատիպ նյութեր են տարածվում, սիրելի հայրենակիցներ, եւ մեծ մի տեսարան է բացվել։ Եվ բոլորը հիմա դրա վերաբերյալ գրառումներ են անում եւ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում։ Անզեն աչքով դիտարկելով երեկվա հրապարակված, վարչապետի կողմից հրապարակված պլանը եւ այսօրվա պլանը տարբերվում են։ Այսօրվա հրապարակված, որը քննչական կոմիտեն է արդեն հրապարակել, պլանը 24 թվականի ամառվա մինչև սեպտեմբեր ամսվա մասին է, այսինքն պետք է այդ հեղաշրջումը այսպես կոչված այդ ժամանակ արվեր։ Հետեւաբար ես բնականաբար հիմնավոր կասկած ունեմ, որ այս պլանը, այս ամբողջ տեղեկատվությունը, այս ձայնագրությունները, եթե դրանք իրական են, որտեղ դրանք կարող իրական չեն։ Եթե այս ամեն ինչ որ իրական է կա, սա հին բան է, սա մանրամասն եղել է իշխանության ձեռքերում, որ հարմար պահի այն օգտագործեն։ Որն է հարմար պահը։ Հարմար պահն այն պահն է, որ երբ որ իշխանության գործերը վատ է, իշխանությունը անում է մի բան, որը շատ վատ արձագանք է ունենում, հա, այդ ժամանակ ինչ պետք է անել, պետք է հարամել, դաշտը խառնել, գեբելսյան քարոզչամեքենաները միացնել, որ ոչ ոք չհասկանա ինչ է կատարվում եւ ամեն ինչ թացը չորի հետ այրել գնա։ Վատ բանը որն է վերջի արած իշխանության, դա Սամվել Կարապետյանին ապօրինի, անհիմն, տոտալ կալանավորումն է, որ որևէ հիմք չկա, ապօրինի կոնկրետ քաղաքական հետապնդում անմիջական վարչապետի ցուցումով եւ նրանք հարցումները ունեն, կան հարցումներ, ըստ որի ժողովրդի մեծամասնությունը դոմինանտ քննադատում է, վատ է վերաբերվում այդ ամենին, այն ինչ որ արել է Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ։ Ինչ անել, որ այս իրավիճակից դուրս գալ, օգտագործել են տեղեկատվությունը, որը 1 տարի առաջ իրենք այլևս ունեին եւ հարմար պահի ուզում էին հրապարակել։ Ահա հարմար պահը, այսինքն այս բոլոր մարդիկ հսկվել են, այս բոլոր մարդկանց պահել են, այս մարդկանց մուտքերը փակ են եղել, երկրից չէին կարող դուրս գալ, բոլորը հսկողության տակ են եղել հարմար պահի դմփասնելու համար, ասես գմփունը հանելու որ վայ, վույ, հեղաշրջում բան, որպեսի շատ հստակ լինի։ Ես եւ մեր կուսակցության նույնիսկ դատապարտում եմ ցանկացած զինված եւ ոչ քաղաքական մեթոդով հեղաշրջման կամ ահաբեկչության տարբեր հոդվածներ այնտեղ դրված որևէ փորձ ամենախիստ ձևով դատապարտում եմ։ Եվ նաեւ ուզում եմ ասել, որ մենք տեսել ենք նման շոուներ, հետո ինչա պարզվելա կեսը հեքիաթ է եղել։ Այսինքն միշտ ֆիքսեք, որ կա կիսա ճշմարտություն, այսինքն ինչ որ ձայնագրություններ երևի թե կա, երևի այս ձայնագրությունների հիման վրա ինչ որ թղթերա գրվել, ինչ որ թղթեր հրապարակվել է, այդ թղթերի մեջ ում անուն ուզեցեն մտցրել են, ումը չեն ուզեցել չեն մտցրել, այս ձևի բաներ է տեղի ունեցել եւ պատկերացրեք 1 տարի առաջվա պատմություն, հիմա հրապարակված թուղթ, որտեղ մտցնում են Սամվել Կարապետյանի անունը, որ իրան էլ կապեն այս թեմայի հետ, բա մեր ձևով բան այնտեղ Ալեն Սիմոնյանը գրում է, որ զենքերի նկարներակ դրած գրում է մեր ձևով է սա, հա, էսեք ուզում ասեք, ինչի, որովհետեւ գիտեն, որ այն մեկի գործը, այն մյուսը Սամվել Կարապետյանինը տոտալ ապօրինիա, ոնց անեն, որ դրա տակից դուրս գան, ժողովրդի այս բարձր ձևավորված դժգոհությունը փշրեն, ցրեն, դա այս ճանապարհով բոլորին կապել իրար եւ խառնել իրար, այսինքն այն պլանը, որ հրապարակվել է հիմա, գցում են բոլորի ջեբը, այսինքն այդ պլանը հեղափոխության, գցում են դրա հետ կապ չունեցող մարդկանց ջեբը նաեւ եւ կարող են բոլորի անունները գրել, ովքեր որ ընդդիմադիր գործունեություն են ծավալում։ Ես ուզում եմ մի բան ասել նաեւ այն մարդկանց մասին, ովքեր այս գործով հիմա անցնում են։ Ժողովուրդ ջան, ես դեռևս 1 տարի առաջ ուղիղ եթեր եմ արել եւ խոսել եմ Բագրատ Սրբազանի շարժման մասին։ Վերնագիրը հետեւյալ կերպ է, ես կտեղադրեմ։ Բագրատ Սրբազանը շարժումը մատաղարեց Սերժ Սարգսյանի ոտքերի առաջ կամ տանը վերնագիր այդպես էր, երբ որ պարզել որ Բագրատ Սրբազանը գնացել է այդ ամբողջ ժողովրդի հույսերը դրել Սերժ Սարգսյանի ոտքերի առաջ։ Եվ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ էլ այդ համագործակցությունը բան, այսինքն ցանկացած բան, եթե անգամ դա ինչ-որ շատ լուսավոր բան լինի, կապվում է նախկինների հետ, մեռավ գնաց, կործանվեց, ավարտվեց։ Դա իմացեք
Ես այդտեղ բան չկա, այսինքն նախկինների անունը Չարենցի հետ կապում ես, Չարենցի ժողովուրդը դիստանցավորվում է։ Ում հետ ուզում է կապես նախկինների անունը, հա։ Դա ժանտախտի, վարակի պես մի բան է, խոսքը գնում է կոնկրետ նախկին այդ որ այսօր խորհրդարանական ընդդիմություն են իբր թե խորհրդանում, այդ ուժերի ղեկավարության մասին։ Հիմա սիրելի հայրենակիցներ, այսինքն փորձում են հիմա այս պլանը գցել եկեղեցու գրպանը, Լևոն Տեր-Պետրոսյանի գրպանը, բա Լևոն Տեր-Պետրոսյանն էլ բան հենա կաթողիկոսի հետ հանդիպել է, այսինքն բոլորի գրպանը փորձում են գցել այս պլանը, որ այդ մարդիկ կապ չունեն։ Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանին, նա ապաքաղաքական մարդ է, եւ այս ժողովուրդ, երբ որ դուք ասում եք քաղաքական գործիչները բան չեն կարող անեն եւ այլն, եւ բերում եք մի հատ ապաքաղաքական մարդ, բերում են ավելի շուտ։ Ձեզ դեմ են անում, ասում են, այսա ձեր լիդերը, գնացեք հենա հետևից, հիմա էլ կա նման process։ Էլի ապաքաղաքական մարդ, դեմ են տվել, ասում են, ձեր լիդերն է, եկալեք գնացեք։ Ինքը պիտի լինի։ Սերժ Սարգսյանը տենց է որոշել։ Վերջում լինում է նման բան, որովհետեւ ապաքաղաքական մարդը չի կարող քաղաքական մտածել։ Որ քաղաքական չի մտածում, սկսում է սխալ բաներ խոսել։ Այն խոսակցությունը, որ դրվել է շրջանառության մեջ հիմնականում Սերժ Սարգսյանի ուժերի կողմից, քոչայանականները կան որոշակի որ ասում են, որ ընտրությունների միջոցով անհնար է Նիկոլին փոխել, դա տոտալ սուտ է սիրելի հայրենակիցներ։ Ինչու՞։ Որովհետև իրանք գիտեն, որ ընտրությունների միջոցով իրանք չեն կարող գան իշխանության, էլեկտորալ չեն։ Հետեւաբար, որ էլեկտորալ չեն, սկսում են դա տարածել։ Ով որ ընտրությունների է պատրաստում, նրանց վարկաբեկել, փչացնել, բան, իսկ դա նվեր է Նիկոլին։ Նիկոլի համար նվեր են անում։ Նայեք, Նիկոլին կարող է սիրեք, կարող է ատեք, կարող է որևէ զգացմունք չունենաք, ինչպես ես, ոչ սիրել, ոչ ատել։ Բայց մի բան ակնհայտ է, նա քաղաքական մարդ է։ Եվ ապաքաղաքական մեթոդներով նրա վրա գնացողներին նա հեշտությամբ այս նման մեթոդաբանությամբ, տեսեք, ոստիկանությունը ածը բոլորը իր ձեռքում է, չէ՞։ Ինքը այդ մեթոդներով այդ մարդկանց դեմն առնում է։ Եվ դուք զենք եք տալիս նրա ձեռքը, որ այդ մեթոդով ձեր դեմը առնի, բոլոր նրանք, ովքեր որ նման մեթոդներ են կիրառում։ Հասկանում եք։ Այսինքն տեսեք, Սամվել Կարապետյանի մի հատ 1.5 րոպեանոց հարցազրույցը կոնկրետ հստակ կարծիք է, դիրքորոշում է, որը անգամ եթե դա ունենք քաղաքական, դա կարծիք է, հրապարակված նյուզերումով բոլորս դիտել ենք։ Դրա համար հետապնդելը քաղաքական հետապնդում է։ Որովհետև որ մարդուն զենքով, զրահով, պլանով, չգիտեմ ինչերով բռնում են, դա արդեն չէ, չես կարող, չէ՞, մտցնես, ոնց դիտարկես դա։ Ոնց դիտարկես դա։ Եվ էս է խնդիրը, սիրելի հայրենակիցներ։ Այս սենց ապականում են թացը չորի հետ այրում եւ դաշտը ամայացնում, կործանում, ժանտախտի պես ամեն ինչ վարի տալի, որ մինչև ընտրություններին հասնելը Նիկոլ Փաշինյանի համար ամեն ինչ հանգիստ վերընտրվելու հնարավորություն ունի։ Այսինքն տեսեք, բոլորը հիմա կբռնվեն, բոլորը կպատժվեն, բան չէ։ Էլի նակասի նայեք Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մնացել են, իրանք հիմա Լիվանավորում են չգիտեմ ում, կամ անձամբ են մասնակցում ընտրություններին, որ էլի իրանք հաղթի։ Բարձրայից Բագրատ Սրբազանած դատը երկար կձգվի, մեծ դատեր կլինեն, մեծ էներգիա կտանի, մեծ ռեսուրս կտանի եւ էլեկտորալ կաշխատեցնեն, կասեն նայեք հոկտեմբերի 27-ը ա եղել։ Հիմա էլ էս արինում ժողովուրդ դրամար գնացեք ընտրեք ժողովրդի գրում են պետության դեմ են դուսեկե պետությունը ժողովուրդ ջան պետության դեմ չեն դուսեկե եթե անգամ դա ճիշտ է իշխանության դեմ են դուսեկել իշխանության դեմ ու այս գրողները որ պետության դեմ են դուսեկել Սասնա ծռերը գունդը գրավել էին սպանություններ տեղի ունեցել ոստիկանի ողջունում էին այդ ժամանակ ասում են ապստամբելու իրավունք գոյություն ունի բայց ո՞նց եղավ որ պետության դեմ են պետություն է բան Իշխանության դեմ են դուրս եկել։ Տերմինները մի խառնեք եւ էլի թացը չորի հետ բանանեք։ Հիմա ընտրական process-ների մասին, նայեք։ Ամենաթարմը Նիկոլ Փաշինյանը պարտվել է Երևան քաղաքի ընտրություններում։ Դոգը Հայկ Մարությանը եւ Անդրանիկ Թևանյանը իրար հետ վերցրած ավելի շատ ձայն են ստացել եւ հաղթել են Նիկոլ Փաշինյան, Արամ Սարգսյան դաշինքին։ Այլ հարամություններով դա տեղի չի ունեցել, բայց որ հաղթել են ընտրական տեղամասից հանված քվեատուփի արդյունքներով հաղթել են։ Հետաբար հնարավոր ընտրություններով հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Այո, Նիկոլ Փաշինյանի ընտրություններով նախկինները կարող են հաղթել։ Ոչ։ Հետևաբար նրանց գլուխներում կարող են ծնվել 1001 խուճուճ ինչ պլան ասես կարող է ծնվել։ Կամ եթե չի ծնվում, ինչի ենք հարոզում, որ մենք ընտրություններով անհնար է, ընտրությունները դա պետք չի պատրաստվել, պետք չի սպասել ընտրություններին բան եւ այլն եւ այլն։ Բա ինչին եք սպասում, ուզում եք ինչ անեք, ո՞նց եք ուզում բանեք։ Ես բազմիցս եմ ասել, որ պետքա դաշտը մաքրել, պետքա դուրս գան այդ ուժերը,
Պետք է չզբաղվեն քաղաքականությամբ, եթե երկրի մասին մտածում են։ Եթե ուզում են որ Նիկոլ Փաշինյանին փոխել, հասկանում եք, որտեղ Նիկոլ Փաշինյանին նա ուրա փոխել քաղաքական մեթոդներով։ Օրինակ մենք քաղաքական մեթոդով ենք տեսնում։ Ես քաղաքական մարդ եմ։ Ես գիտեմ նրան կրելու ձևը։ Բայց հիմա սա մեծ հարված է, ամբողջ նաև ընդդիմադիր առողջ դաշտին, որովհետև իշխանական գեբելսյան ռոպագանդան թացը չորի հետ այրելով տանում է։ Ով կապ ունի, կապ չունի, ցանկացածի աննկարան գրեն տեղ եւ այդ ձևով ներկայացնեն։ Էսա տեղի ունենում։ Հասկանում եք, թուղթ ասենք, երևում է էլի, որ այդ թուղթը որ տարածում էին։ Դա երևում է ինչ որ քպական լաբորատորիայում գրած թուղթ է։ Այսօրվա քննչական կոմիտեի թուղթ է։ Է բարձրացումը 24 թվի մասին է, որ 24 թվի մասին է ոնց եք ուզում կապեք այսօրվա մարդկանց հետ, այսօրվա դեպքերի հետ։ Հետո դուք դա պահել եք հարմար պայի օգտագործելու համար։ Էս եք դուք։ Ինչ ասեմ, ես ուղղակի ապշած եմ այս իրավիճակում, որ գիտեք, ես մեծ հարված է, որ հասնում է թե հայրաքելական սուրբ եկեղեցում, որտեղ մինչև վերջ վարկաբեկելու են։ Ժողովուրդ Նիկոլ Փաշինյանի գործերը վատ է էլեկտորալ իմաստով, շատ վատ է էլեկտորալ իմաստով։ Հարցումները նայեք, էլեկտորալ իմաստով ինքը չի կարող ընտրվել, ընտրություններով ինքը պարտված է։ Ընտրություններից ինքն է խուսափում, մեկ էլ նախկին իշխանությունները։ Որտեղ երկուսն էլ էլեկտորալ չեն։ Այս պահին։ Մարդը, որ էլեկտորալ հնարավորություն ունենա, իր Facebook-ում կգրի, որ բանը եկեղեցու առաջնորդը թողա իմ կաբինետում նայի թլփատված եմ, թե չէ, որ միջազգային ամբողջ մամուլը խայտարակ եղանք ամբողջ երկրով։ Բայց դրանով է փորձում ուշադրություն հրավիրել, որտեղ ուրիշ որևէ բանով ուշադրություն չի կարողանում հրավիրել։ Չկա ոչ մի բան որ հրավիրի։ Բայց դուք այս ինչ որ հիմի տեսնում եք, սա մեծագույն նվեր է, մեծագույն աջակցություն է Նիկոլ Փաշինյանին։ Մեծագույն։ Էլ ինչ էլի ասենք էլ ինչ։ Բա ոնց են իշխանությունը հզորացնում։ Այս ճանապարհներով։ Բագրատ Սրբազան, լավ, Բագրատ Սրբազանը։ Բագրատ Սրբազանը 50,000, 60,000 մարդ անը փողոց։ Ոչ մի բան չի արել։ Երբ որ նա խոսում էր, ասենք 100,000-ավոր դիտումներ է լինում։ Վերջին 3 ամսվա դիտումները նայեք, չկա դիտում, ոչ մի բան չկա։ Այս սա մի տարի առաջվա պատմություններ են, որոնք փորձում են հիմա երկրում եղած դժգոհությունը դրանով կոտրել։ Իսկ դժգոհությունը մարդկանց աչքի առաջ տեղի ունեցած հարցազրույցով քաղաքական անմիջական հրահանգով քաղաքական հետապնդման մասին է։ Բայց չեք կարող կպցնել մեկը մեկին, անհնար է, որովհետև իրար հետ կապ չկա։ Տոտալ կապ չկա, ոչ մի ձևի։ Ինչքան ուզում եք ձեր լաբորատորիայի թղթերի մեջ ասենք անուններ գրեք, ում անունը ասես կարակ գրեք, եւ ինչ։ Էս է սիրելի հայրենակիցների իրավիճակը։ Սա է։ Հիմա այնտեղ գոռում ճվում են, վայ, վույ, դաշտը սև ու սպիտակի բաժանելով էլի, պետքա որոշենք տերորիստի հետ եք, թե չգիտեմ ում հետ։ Ժողովուրդ ջան, դատարան չի որոշել, ով է տերորիստ, ինչ իմանանք, ով է տերորիստ, իմանանք տերորիստի հետ ենք, թե տերորիստի հետ չենք։ Պարզ չի, որ մեր ժողովուրդը տերորիզմը չի աջակցել եւ չի աջակցում, պարզ չի դա։ Դա նորություն է։ Ժողովրդին էս քպականն էս ասում են։ Որոշեք, տերորիստների հետ եք, թե տերորիստների հետ չեք։ Իշխանությունը չունի վստահություն։ Իրավապահ մարմինները չունեն վստահություն։ Մենք չգիտենք այդ ձայնագրություններն, ինչ ձայնագրություններ են, ինչ են եւ այլն։ Բայց եթե այդ ամեն ինչը իրական է, բնականաբար դա ծայրահեղ դատապարտել են եւ դատապարտում եմ ես։ Այստեղ ես կարող եմ միտքը նաեւ զարգացնել են իմաստով, որ եթե դուք ճիշտ եք, որ ձեր դեմ ուզում են հեղաշրջում անեն, եթե դուք դա ճիշտ եք ասում, ուրեմն քաղաքական համակարգը, որ դուք խոստացել եք, որ առողջացնեք հեղափոխությունով, չեք առողջացրել։ Դուք ապականել եք, քան դուք հարապ եք արել, ավելի եք կործանել այդ քաղաքական համակարգը։ Այդ եք դուք։ Էս է իրավիճակը, սիրելի հայրենակիցներ։ Ինչի համար եմ սա ասում, որ չխաբվեք, գեբելսյան ռոպագանդային չտրվեք, Նիկոլ Փաշինյանին ընտրությունների միջոցով փոխելու ենք։ Նա քաղաքական մարդ է, նրա դեմ քաղաքական մեթոդներ են կիրառվելու եւ քաղաքական մեթոդներով նա հեռացվելու է։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը եւ տարածեք որքան կարող եք։ Որքան կարող եք տարածեք, որտեղ այս նյութը ոչ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի մեդիաները չեն տարածել, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի։ Երեքի մեդիաները չեն տարածելու, որոնք ծածկում են երկրի մեդիաների 90 եսիմ քանի տոկոսը։
Դա համար ժողովուրդ ջան, դուք տարածեք, դուք բոլորը տարածեք, որ մարդիկ իմանան, տեսնեն թե ինչ է կատարվում եւ ինչ կեղտ են լցնում դաշտ, որ մարդկանց վարկաբեկեն, ապականեն, թացը չորի հետ այրեն գնա։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությունը։